Շնորհակալ եմ։ Սիրելի արմավերցիներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորիդ։ Եվ այսօր էլ իմ աղոթքը, իմ ելույթը ուզում եմ սկսել Սաղմոսով։ Սաղմոս համար 63 զրպարտողների պատիժը, այսուհետև Սաղմոս Դավթի։ Աստված, երբ աղաչեմ քեզ, աղոթքս լսիր, թշնամու սարսափից փրկիր ինձ, թաքցրու ինձ չարագործների ամբոխից եւ անօրենություն գործողների բազմությունից։ Նրանք սուսերի պես սրեցին իրենց լեզուները եւ իրենց աղեղները լարեցին դառն գործի համար, որպեսզի գաղտագողի նետահարեն սրտով շիտակներին, հանկարծակի նետահարեն նրանց առանց երկյուղի։ Նրանք զորացան իրենց չարախոսությամբ, մտածեցին իմ դեմ որոգայթ լարել եւ ասացին Տերը դա չի տեսնի։ Անօրենություն փնտրեցին, հոգնեցին փնտրելուց եւ քննելուց։ Թող մարդ մերձենա իր սրտի խորությամբ եւ Աստված թող բարձր լինի։ Մանուկների նետարձակումները խոցեցին նրանց լեզուները տկարացան եւ բոլոր նրանց տեսնողները պիտի խռովեն։ Բոլոր վարդիկ վախեցան եւ պատմեցին Աստծո գործերը եւ հասու եղան նրա արածներին։ Արդարը պիտի ուրախանա Տիրոջով, հույսը դնելով նրա վրա, սրտով շիտակ բոլոր մարդիկ պիտի պարծենան նրանով։ Շնորհակալ եմ։ Սիրելի արմավերցիներ, իսկապես Դավիթ Խուդացյանը շատ պատկերավոր նկարագրեց Արմավիրի տեսարանը առաջ եւ հետո, հեղափոխությունից առաջ եւ հետո։ Նա պատմեց, թե ինչպիսին էր Արմավիրը հեղափոխությունից առաջ եւ հեղափոխությունից հետո ամեն անգամ Արմավիր գալով ես տեսնում եմ բոլորովին նոր քաղաք, բոլորովին նոր մարզ եւ ես տեսնում եմ, որ Արմավիրը ծաղկում է, Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է։ Բայց ամենակարևորը ծաղկում է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Ով այսօր ապրում է բոլորովին ուրիշ երկրում, ով այսօր ունի բոլորովին ուրիշ տրամադրություն, մենք անցել ենք բազում դժվարությունների, չարչարանքների եւ դժոխքի միջով, բայց մենք այսօր եկել հասել ենք մի կետի, որ տեսնում ենք ուրախ Հայաստան, ուրախ քաղաքացի, ուրախ երեխաներ, ուրախ մարդիկ եւ ես ձեզ շնորհավորում եմ այդ առիթով։ Այդ ուրախությունը ունի կոնկրետ պատճառներ։ Այդ պատճառներից մեկը այն է, որ ժողովուրդը տեսնում է, որ մենք 2018-ին մեր տված խոստումը թալանվածը հատիկ առհատիկ վերադարձնելու հետևողականորեն իրականացնում ենք։ 2018 թվականի հեղափոխությունից հետո հարկային մասով 66 միլիարդ լրացուցիչ դոլար է մուտք եղել պետական բյուջե, 66 միլիարդ, որ նախկինում հոսում էր Սերժի, Քոչարյանի, Գագոյի, Կալուգացի օլիգարխի եւ նրանց շրջապատի գրպանները։ Մենք կտրեցինք այդ հոսքերը նրանց գրպաններից
եւ ուղեցինք Հայաստանի Հանրապետությունը ծաղկեցնելուն եւ Հայաստանի Հանրապետությունը այո ծաղկում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին այո ծաղկում է մենք այսօր արդեն մի քանի կոպեկով սեփականաշնորհած Հայաստանի էլեկտրական ցանցերը վերցրել ենք կալուգացի օլիգարխից եւ վերադարձրել ենք պետությանը, վերադարձրել ենք ժողովրդին եւ այդ գործընթացի արդյունքում պարզել ենք, որ ամենայն հայոց բարեգործի կարգավիճակը սեփականել փորձող այդ կալուգացին մեր մանկապարտեզների վրա ավել հոսանքի փող է դրել եւ գրպանել մեր զորամասերի վրա ավել հոսանքի փող է գրել եւ գրպանել մեր պետական մարմինների ու քաղաքացիների վրա ավել հոսանքի փող է գրել եւ գրպանել եւ այդ մարդիկ ես նրանց խոստացել եմ որ նրանք Հայաստանի Հանրապետության համը զգալու են դեռ շատ երկար եւ պետության համը նրանց բերանում դեռ երկար է մնալու նրանք Գագոն Սերժը Ռոբերտը կալուգացի օլիգարխը նրանք այսօր երազում են իշխանության հասնելու մասին բայց ես ձեզ խոստանում եմ որ նրանք երազելու են Հայաստանից փախչելու հնարավորության մասին եւ չեն ունենալու այդ հնարավորությունը Նրանք քաղցկեղ են որ պարուրել էին տասնյակ տարիներով Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի օրգանիզմը դուք գիտեք որ քաղցկեղի բուժումը շատ դժվար եւ շատ բարդ գործ է վերջին 8 տարիներին մենք պայքարելով այդ բազմագլուխ մաֆիայի բազմագլուխ պատերազմի կուսակցության դեմ հերթով եւ հետեւական կտրել ենք հերթով նրանց գլուխները եւ ահա եկել է ժամանակը 3 գումարած 1 բուն ուռուցքը վիրահատական ճանապարհով հեռացնելու Հայաստանի օրգանիզմից եւ դա պիտի տեղի ունենա 2026 թվականի հունիսի 7-ին Գագոն, Սերժը, Սամոն, Ռոբերտը, նրանք բոլորը միասին պիտի չկարողանան հավաքել այնքան ձայն, որ այդ 3 կուսակցությունները, մեկը որ հորջոջվում է ուժեղ Հայաստան, մեկը որ հորջոջվում է Բարգավաճ Հայաստան, մեկը որ հորջոջվում է Հայաստան դաշինք, նրանք չպետք է հավաքեն այնքան ձայն, որ խորհրդարան մտնելու հնարավորություն ունենան 2026 թվականի հունիսի 7-ին նրանցից պետք է ետ վերցնենք ամենակարևորը նրանք երեքն էլ իրենց քաղաքական ուժերի անվան մեջ դրել են Հայաստան անունը նրանք արժանի չեն Հայաստան անունը ունենալ իրենց անուններում եւ մենք 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստան անունը պետք է վերադարձնենք ապօրինի թալանված գույքի վրաման, որովհետև Հայաստանը ձեր անունն է, Հայաստանը մեր անունն է, նրանք որևէ կապ չունեն Հայաստանի եւ Հայաստան անվան հետ։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք,
որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, փառաքարին, վաղարշապատին, մեծամորին, Ֆերիկին, Արաքսին, Բաղրամյանին, Արմավիրին, Փարգնահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Բայց շատ կարևոր է, որ մենք եւ դուք շատ հստակ ունենաք պատասխան, թե որ ես ասում եմ 6 միլիարդ 600 միլիոն վերադարձվել է եւ այլ ցուցանիշներ եմ ասում, ես էլի ցուցանիշներ կարող եմ ասել, այլ բնակավայրերում ելույթներում խոսել եմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին, որ 2018 թվականից 2025 թվականը, երբ որ այդ թվում կառավարությունը բաժնեմաս է ունեցել ԶՊՄԿ-ում, ուրեմն ԶՊՄԿ-ն 18-ից 25 թվականը 300 միլիարդ դրամով ավելի շատ փող է վճարել պետական բյուջե, քան նախորդ 8 տարում։ Այսինքն մի 8 տարում, մեր 8 տարում 300 միլիարդ դրամով ավելի շատ գումար է վճարել պետբյուջե, քան նախորդող 8 տարում։ Ես ուզում եմ հիշեցնել ձեզ, որ Լոս Անջելեսում ֆինանսների նախկին նախարարի Ապորինի ձեռք բերած գույքը Հայաստանի Հանրապետության դատախազության հայտով վաճառվել է եւ գումարի 70%-ը հիմա Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցվելու գործընթացի մեջ է։ Գագոյի Փեսայի, Կարո Գուլոյանի, Ապորինի ձեռք բերված գույքը, որ նրանք մտածում էին, թե հավիտյան վայելելու են, այժմ ոչ թե նրանց, այլ ձեր սեփականությունն է, եւ մենք ինչպես խոստացել ենք, Ապորինի գողացված գույքերը հատիկ առ հատիկ հետ ենք բերում, այսօրվա դրությամբ բացի իմ նշածներից 730 միլիոն դոլարի գույք է վերադարձվել 2018 թվականից մինչև օրս, բացի իմ նշածներից, եւ Ապորինի գույքի վերադարձի գործընթացը գնալու է մինչև վերջ։ Շատ մարդիկ մեզ ասում են, թե միևնույն է 6 միլիարդն էլ է քիչ, 7 միլիարդն էլ է քիչ, պիտի վերադարձնեք, Ժորժ ջան, մենք վերադարձնում ենք, այստեղ ուրիշ երկու խնդիր կա։ Առաջին խնդիրը, մենք մեղավոր չենք, որ նրանք այնքան գողացել են, որ վերադարձնում ենք, հլա 20%-ն էլ չենք վերադարձնել։ Եվ երկրորդը ես էլի ասում եմ ամենայն լրջությամբ, 2018 թվականի մայիսի 8-ին ես ընտրվել եմ Հայաստանի վարչապետ, 2018 թվականի մայիսի 9-ից ես պատկերավոր ասած եւ մեր քաղաքական թիմը մենք կռիվ ենք տալիս ոչ թե 3, այլ 23 գլխանի մաֆիայի հետ եւ էլի ասում եմ մենք հետեւողական ձեր աջակցությամբ ձեզ հետ միասին այդ 23 գլխանի մաֆիայի այդ 23 գլխանի հրեշի գլուխները հերթով կտրել, եկել, հասել են կեսկետին, որտեղ մնացել են վերջին 3 գլուխները, որ մենք իրար հետ պետք է կտրենք 2026 թվականի հունիսի 7-ին։ Բայց ես նաև ուզում եմ իմանաք, հստակ իմանաք, թե այդ գումարները հարց կարածակի, ինչ են եղել այդ գումարները, մենք ինչ ենք արել այդ գումարները։ Ես ուզում եմ բերել միայն մի թիվ։ Դուք գիտեք, որ մենք 2026 թվականի հունվարի 1-ից ներդրել ենք առողջության ապահովագրության համակարգ։
Եվ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի մայիսի 1-ը, մինչև այս մայիսի 1-ը, մենք առողջության ապահովագրության համակարգով խնդրում եմ ուշադիր եղեք 41 միլիարդ 428 միլիոն դրամի ծառայություններ ենք մատուցել միայն 65 պլյուս տարիքի մեր թոշակառուների 258,767 թոշակառուի 41 միլիարդ ավելի քան 100 միլիոն դոլար մենք այս տարվա միայն առաջին 4 ամիսներին վերադարձրել ենք առողջապահության գծով մեր թոշակառուներին, ձեր ծնողներին, ձեր տատիկներին, ձեր պապիկներին։ Եվ այսօր օրինակ 534 թոշակառու այդ գումարների շնորհիվ վիրահատվել է, ստացել է վիրահատական ծառայություններ, որոնք արժեն 4 միլիոն դրամ եւ ավելի։ Պատկերացնում եք, այսօր թոշակառուն մտնում է առողջապահական հիմնարկ եւ ստանում է 4 միլիոն դրամի ծառայություն առանց մի լումա վճարելու, 1467 թոշակառու ստացել է 2 միլիոնից 4 միլիոն դրամի ծառայություն առանց մի լումա վճարելու, 5856 թոշակառու ստացել է 1 միլիոնից 2 միլիոն դրամ ծառայություն առանց մի լումա վճարելու, 500,000 դրամից 1 միլիոն դրամ ծառայություն է ստացել 11000 թոշակառու, 50,000 թոշակառու ստացել է 500,000-ից 500,000 դրամի ծառայություն, 50,000-ից 100,000 դրամի ծառայություն է ստացել 49,433 թոշակառու, մինչև 50,000 դրամի ծառայություն է ստացել 139,185 թոշակառու։ Եվ ինձ հետաքրքիր է, հրապարակում կան արդյոք թոշակառուներ, ովքեր ստացել են ծառայությունները կամ նրանց ընտանիքի անդամներ, եթե կան, խնդրում եմ ձեռ բարձրացրեք, պարզապես ձեռ բարձրացրեք, ովքեր այս ծառայությունից ստացել են։ Ահա թե ում է վերադարձվել թալանվածը, օլիգարխները, Գագոն, Սամոն, Սերժը, Ռոբերտը ձեզանից թալանել են, ենք թալատվածը, այսօր վերադարձնում ենք ձեզ, հատիկ առ հատիկ, տուն առ տուն, և թալանվածի վերադարձը մտնում է ամեն տուն, ամեն ընտանիք, և դրա ազդեցությունը զգում է մեզնից, ձեզնից յուրաքանչյուրը, և ես այս առիթով շնորհավորում եմ բոլորիդ, սիրելի արմավիրցիներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ։ Ժողովուրդ ջան, ինչ որ ասի, մինչև այս պահը իհարկե կարևոր է, բայց միևնույնն է, այս ընտրությունների ամենակարևորը և ամենակարևոր հարցը և ամենակարևոր անելիքը խաղաղությունն է և խաղաղությանը տեր կանգնելը։ Նախ էլի ու էլի ուզում եմ արձանագրել, որ ի վերջո երկարատև տառապանքներից, երկարատև զրկանքներից, երկարատև փորձություններից հետո Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է խաղաղություն և ես շնորհավորում եմ բոլորիդ հաստատված խաղաղության առիթով։ Այսօր մեր խաղաղությունը մեր երկրում հաստատված ուրախության առանցքային պատճառն է։ Ես չեմ կարծում, թե Հայաստանում կան քաղաքացիներ, ովքեր տխրում են այն փաստից, որ և չեն ուրախանում այդ փաստից, որ Հայաստանի սահմանին 2 տարի ոչ զոհ ենք ունեցել, ոչ վիրավոր։ Ես չեմ կարծում, թե Հայաստանում կան քաղաքացիներ, ովքեր տխրում են այն փաստից,
որ մեր սահմանամերձ գյուղերում արդեն 9 ամիս կրակոցներ չեն լսվում, արդեն մարդիկ իրենց բակեր են դուրս գալիս լիարժեք վստահությամբ եւ ես ձեզ շնորհավորում եմ այս առիթով, չնայած գիտեմ, որ Հայաստանի տարածքում դեռ կան մարդիկ, ովքեր տխրում են այս փաստից եւ մեծ մարդկանց անունը հայտնի է Գագիկ, Սերժ, Ռոբերտ, Սամո եւ այդ մարդիկ տխրում են եւ իրենց տխրությունից նրանք սկսել են զոհերի թիվը մանիպուլացնել 44 օրյա պատերազմի նրանք թվեր են կրակում 5000 զոհ եւ այդպես շարունակ ես ասում եմ որ եթե իրենք չհիմնավորեն Գագիկը, Ռոբերտը, Սամվելը, նրանց թիմերի անդամները, եթե նրանք չհիմնավորեն եւ չապացուցեն, այդ թվերը, ես 1000 ներողություն եմ խնդրում այս արտահայտությունը օգտագործելիս, բայց ինչպես ասում են, պետք է համարժեքությունը պահել, որ ոմանք իրենց հոտառությունը չկորցնեն։ Եթե Ռոբերտ Քոչարյանը, Գագոն, Սամոն, Սերժը իրենց կողմից օգտագործված այս թվերը չհիմնավորեն, ես ձեզ ասում եմ, նրանք չեն կարող հիմնավորել 1000 ներողություն, բայց Հայաստանի ժողովուրդը նահատակների հիշատակի նկատմամբ այս վերաբերմունքի համար նույնպես ընտրությունների արդյունքներում նրանց պետք է ծնկի բերի, Մենք որպես ես ինքս որպես հարգանքի տուրք տասնյակ անգամներով ծնկի եմ եկել մեր նահատակների, հուշարձանների եւ հիշատակի առաջ։ Նրանցից որևէ մեկը ոչ մի անգամ ծնկի չի եկել։ Եվ ես ասում եմ, մեր նահատակների հիշատակի առաջ ժողովուրդը դրանց պետք է բերի ծնկի, դրանց պետք է բերի ծնկի, դրանց պետք է բերի ծնկի։ Եվ առաջիկա ընտրություններում մեր ամենակարևոր անելիքն է տեր կանգնել խաղաղությանը։ Նրանք ուզում են սպանել մեր 9 ամսյա մանուկին, մեր խաղաղությանը, որը ստեղծվել է մեր նահատակների արյան գնով, մեր ժողովրդի զրկանքների գնով, մեր ժողովրդի տառապանքների գնով, մեր ժողովրդի իմաստության շնորհիվ։ Նրանք ուզում են սպանել մեր 9 ամսյա խաղաղությունը։ Նրանք խոսում են, թե մենք ի վիճակի չենք հոգ տանել մեր 9 ամսյա մանուկի նկատմամբ։ Նրանք ուզում են բերել երաշխավորներ, որոնք 2020 թվականին, 2020 թվականին, 2022 թվականին, 2023 թվականին դավաճանեցին Հայաստանին եւ դավաճանեցին Ղարաբաղի ժողովրդին։ Նրանք էլի ուզում են բերել այդ երաշխավորներին Հայաստանի ժողովրդին հերթական անգամ թնդանոթի միզ դարձնելու համար մենք դա թույլ չենք տալու։ Նրանք ուզում են մեր 9 ամսյա մանկիկին հանձնել որբանոց, մենք դա թույլ չենք տալու։ Եվ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին գնալու է ընտրական տեղամաս եւ տեր է կանգնելու խաղաղությանը, եւ տեր է կանգնելու պետությանը, եւ տեր է կանգնելու ապագային, եւ տեր է կանգնելու անկախությանը։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը,
Փարաքարին, Արաքսին, Ֆերիկին, Վաղարշապատին, Բաղրամյանին, Մեծամորին, Արմավիրին, Արմավիրի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ։ Եվ ամենակարևորը, այսօր երկրում ամեն օր եւ ամեն ժամ իրավիճակ է փոխվում, ամեն օր եւ ամեն ժամ, եւ երկրում ծավալվում է 2018 թվականի ժողովրդական ողջ բռնի թավշյա հեղափոխությունից շատ ավելի կարևոր մի պատմաքաղաքական հեղափոխության ալիք, որի շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը հաղթահարել եւ հաղթահարում է մաքարման եւ գոյատևման օրակարգը, մաքարման եւ գոյատևման իրավիճակը եւ դուրս է գալիս զարգացման, ազատության, բարեկեցության եւ երջանկության մի հարթություն։ Եվ այսօր դուք ավելի ու ավելի շատ մարդկանց եք տեսնելու, ովքեր ասելու են, որ իրենք 2026 թվականի հունիսի 7-ին գնալու են ընտրական տեղամաս եւ տեր են կանգնելու խաղաղությանը։ Բայց շատ կարևոր է, որ մեզնից յուրաքանչյուրը հասկանա, որ այս որոշումը ուրիշի կայացնելիք որոշումը չէ, որ այս որոշումը իրենից դուրս որոշում չէ։ Շատ կարևոր է, որ մեզնից յուրաքանչյուրը արձանագրի եւ ընկալի, որ այս պատմաքաղաքական խաչմերուկի հետագա ընթացքը կախված է մեկ մարդուց, ընդամենը մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 ելով այդ մեկ մարդը, ելով այդ մեկ մարդը, ելով այդ մեկ մարդը, հետևի շարքերում այդ մեկ մարդկանցից չկա մարդ, եւ այս մեկ մարդկանց ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ ժողովուրդ, եւ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետեւ պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Արմավիրին, Մեծամորին, Փարաքարին, Արաքսին, Ֆերիկին, Բաղրամյանին, Վաղարշապատին, Արմավիրի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ։